Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը, նախատեսված 60 եւ ավելի տարեկան անձանց համար։ Մենք անդրադառնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ։ Հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաև այն անհատներին, որոնց կյանքը, կենսակերպը կարող են ուղենիշ լինել բոլորիս համար։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօր ես պատվավոր հյուր ունեմ, իմ հյուրը Արունաբան, առողջապահության կազմակերպիչ, բժշկական գիտությունների դոկտոր, առողջապահության, եթե կարելի ասել, առաջին նախարարը հանրապետության, պարոն Միհրան Նազարեթյանն է։ Շնորհակալ եմ, որ ձեզ շատ բազմազբաղ ժամանակում ինձ համար էլ ժամանակ գտաք։ Ձեր կարծիքով եւ բոլորի կարծիքով միգուցե ինչի են մարդիկ ծերանում։ Ինչու են մարդիկ ծերանում։ Ինչու են դառնում երիտասարդը, դառնում զառամյալ մարդ, չեմ ուզում ասեմ ծերուկ բառը, որտեղ չեմ սիրում ես այդ բառը։ Ծերուկը լավն է, ծերուկը։ Պարզապես ինչի են մարդիկ ծերանում։ Ես այս հարցին մոտենալու եմ երկու կողմից։ Մեկը որպես արունաբան, մարդ, որը զբաղվում է բջիջների թերապիայով, բուժման բանով, որը դա առնչվում է բջիջներին, եւ երկրորդը որպես առողջապահության կազմակերպիչ։ Առաջինից սկսենք։ Մարդիկ ծերանում են այն պատճառով, որ բջիջները, որը մենք ունենք, բջիջները ամբողջ մեր կյանքում ապրում են, կենսագործում են, հետո իրենք էլ տարիքային բանն են անցնում եւ կանգնում են իրանց զարգացումը։ Եվ մյուս բջիջներն են սկսում զարգանալ։ Օրինակ, երբ որ դուք մատը կտրում եք, օրինակ, չէ՞, սկսում է լավանալ, այդ լավանալը ի՞նչ է։ Այն բջիջները, որոնք որ քնած էին, սկսում են զարգանալ, ավելանալ եւ դառնում են արդեն գործունյա բջիջներ։ Հիմա այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ այդ բջիջները, որոնք քիչ-քիչ տարիների ընթացքում ծերանում են, նրանք դառնում են արդեն ոչ ֆունկցիոնալ, ավելին նրանք վնասում են, նրանք արգելում են, չեն թողում այդ բջիջները, որ պետք է զարգանան, որ նրանք զարգանան, եւ հետեւաբար մարդը քիչ-քիչ մարդու մոտ ավելանում է այդ բջիջների քանակը, այսինքն այն բջիջները, որոնք որ արդեն իրենց ֆունկցիան կատարել են։ Անկենսունակ։ Այո, մարդը որ ծնվում է, բջիջներ ունեն համապատասխան բաժանվելու, կիսվելու, ավելի ճիշտ այսպես ասենք, հնարավորություն։ Դա անսպառ չէ հնարավորությունը։ Որոշակի չափից հետո արդեն դադարում է եւ իրանք դառնում են ոչ ֆունկցիոնալ։ Հիմա ինչքան շատ մենք բաժանվող, կիսվող բջիջներ ունենք մեր օրգանիզմում, այնքան մենք ավելի երկար ենք ապրում եւ այնքան ժամանակ մենք կարողանում ենք գործունյա լինել։ Այն բջիջները, որոնք որ արդեն կորցրել են իրենց այդ հատկությունները, նրանք էլ ոչ մի ձևով չեն առնչվում մեզ հետ, բայց որոշակի առումով բացասական են ազդում բաժանվող, կիսվող բջիջների վրա։ Հետևաբար, մարդը իր կյանքում ունի արդեն չափագրված կիսվող բջիջների քանակ, որը որ դուք անցաք, վերջ։ Դա արդեն դա նշանակում է, որ դուք կարող եք փակեք դռները եւ գնաք։ Անխուսափելի է ծերությունը, հետևություն ձեր ասածից։ Այդ իհարկե, անպայման, բայց ստեղ կա մեկ ուրիշ բան։ Դա բիոլոգիական մոտեցումն է ծերությանը, ծերանալուն, որ պայքար է գնում ուրեմն հնացած չբաժանվող, չկիսվող բջիջների, որոնք ավարտել են իրենց, այսպես ասենք, իրենց կենսագրությունն են ավարտել, իրենց գիտեք ինչն են ավարտել, կյանքի առաջադրանքը։ Այդ բջիջներ ունեն, մենք բոլորս ունենք առաջադրանք, հիմա կխոսեմ, բայց բջիջներն ունեն առաջադրանք։ Այբ որ ինքը եկավ այդ վերջին, կանգնում ամեն ինչ։ Հետևաբար ստեղ խնդիր է ցակում, թե ինչպես անել, որ այդ process-ը, ինչպես անել մարդու մոտ բաժանվող բջիջների թիվը չպակասի, գոնե չավելանա, բայց չպակասի, եւ ինչպես անել, որ պահպանենք այդ բջիջների քանակը։ Դա բիոլոգիական ծերության բանն է, տեսությունն է, որը այսօր ընդունված է ամբողջ աշխարհում։ Եվ ասում են, որ ինչքան երկար դուք պահպանեցիք այդ բաժանվող բջիջները, այնքան երկար կապրեք։ Ո՞նց պահպանենք բաժանվող։ Հիմա գալիս ենք երկրորդին, արդեն դա որպես առողջապահության կազմակերպիչ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, միջազգային առողջապահության կազմակերպությունը ունի իր ձևակերպումը առողջության, որ առողջությունը դա ինչ է։ Առողջությունը ֆիզիկական, սոցիալական եւ հոգեվոր բավարար լինելն է, բարեկեցությունն է, այլ ոչ թե հիվանդությունների բացակայությունը։ Ֆիզիկականը պարզ է, սոցիալականը մենք շատ լավ գիտենք, որ սոցիալական գործոնները ինչպիսի ազդեցություն ունեն
թե դրական իմիջիալուց ասեմ, թե բացասական, մեծ մասով բացասական իհարկե, այլ որ շրջագայում ես Երևանի փողոցներով հիմա դա բացասական է։ Այդ տրանսպորտային իրավիճակը դա բացասական ֆակտորն է սոցիալական, որը ազդում է մեր բոլորի հոգեկան առողջության վրա։ Այսինքն նա ոչ թե մենակ կարող է բարձրացնի արյան ճնշումը մարդկանց մոտ, այլև առաջացնի հոգևոր որոշակի խնդիրներ, որոնք կապված են այսինքն երեք կոմպոնենտը իրար հետ աշխատելով թույլ են տալիս մեզ կամ ապրել երկար, կամ ապրել կարճ, բայց հարցը մենակ դա չի։ Ապրել երկար ինչ ձևով։ Որակը։ Ակտիվ ապրել, թե ոչ այնքան ակտիվ։ Այստեղ գալիս է երրորդ մարդն է, արդեն մասը իմ ասելիքի, դա հետևյալն է։ Մարդը ապրելուց պետք է ունենա մոտիվացիա։ Պետք է հետաքրքրություն ունենա հանուն ինչի։ Դա էլ բաղկացած է 3 տեսակի խնդիրներով, որը ես հիմա կփորձեմ շարադրեմ։ Առաջինը, մարդը որ ծնվում է, թե իր բջիջներն են ունենում առաջադրանք, թե կյանքի ընթացքում քանի 100,000 անգամ պետք է կիսվեն, թե մարդն է ունենում իր առաջադրանքը։ Տեսեք, Լեոնարդո դա Վինչին չէր կարող մահանալ 58 տարեկանից վաղ ավելի, 58 տարեկանում, որտեվ գործ ուներ անելու, Սեքստինյան Մադոննայի հարցը կար, ուրեմն Մոնա Լիզայի հարցը կար, Քրիստոսի պատկերը կար եւ այլն։ Եվ այստեղ կարևորը որ այդ առաջադրանքը մարդու մեջ որ լինում է, դա անպայման գործի, որովհետև առանց առաջադրանքի մարդը 40 տարեկանից հետո կասի լավ ես, էլ առաջադրանք չունեմ։ Պարոն Հովհաննիսյան, եկեք ես ձեզ ընդհատեմ, ինչու, որովհետև հարցեր են ծագում, որ հետո կամ ժամանակավրեպ կլինի, կամ ինձ մութ չեմ դիմանալի հարցն է։ Առաքելությունը բոլորը ունեն, շատ են եթերում ասել, որ մարդը պիտի գտնի իր առաքելությունը։ Ինչպես գտնել առաջադրանքը, ես որ ծնվում եմ, ինչ-որ մեկը իմ մոտ դրել է այդ առաջադրանքը, որ ես բաները պետք է անեմ։ Առաջադրանք առաքելություն, ասենք, ինչպես գտնենք մեր առաքելությունը կյանքում, մարդը ինչպես գտնի եւ որ տարիքում է դա գտնում։ Այդ անցնում ենք մյուս թեմային, որ երկարակեցության մեջ շատ կարևոր կապ ունի բացի ձեր ասած առաքելությունից, իմ ասածով առաջադրանքից, էմոցիոնալ կապը մարդկանց հետ։ Էմոցիոնալ կապը, մենք դες հետ էմոցիոնալ կապ ունենք արդեն։ Մարդը էմոցիոնալ կապը իր ընտանիքի հետ է, իր երեխաների հետ է, իր սիրուհիների հետ է, իր չգիտեմ ում հետ, որի հետ ունի էմոցիոնալ կապ։ Այդ առանց այդ էմոցիոնալ կապի, նոր դուք մի քիչ առաջ ասացիք, որ առանց էմոցիոնալ կապի մարդը երկար չի ապրում։ Որպես օրենք, ես գիտեմ շատ տեղեր, դեպքեր, երբ որ մարդը չունի ոչ մեկը, եւ նա չի ապրում կատարելու իր առաջադրանքը, ավելի շուտ է գալիս իր ծերությունը, որտեվ ինքը էմոցիոնալ կապ չունի աշխարհի հետ։ Այսինքն մեկուսացումը բերում է անխուսափելիորեն վերջին։ Տեսեք, էմոցիոնալ կապ անպայման չի, որ լինի ֆիզիկական մարդուն։ Կարող էմոցիոնալ կապը կարող է Աստծուն լինի, կարող է լինի իր հավատքին, կարող է լինի շատ բաների, կարող է լինի երաժշտությանը, բայց պետք ունենա էմոցիոնալ կապ։ Առանց այդ էմոցիոնալ կապի, դուք որ ասացիք մոտիվացիան, մի քիչ թուլանում է։ Եվ մեկ էլ գիտեք ինչը կարևոր է զայրույթը արտահայտելու հնարավորություն մարդու առաքելությունը առաջադրանքը կատարելու համար մարդը պետք է կարողանա իր զայրույթը արտահայտի երբ որ զայրույթը չի արտահայտվում ոնց որ ասում են ժողովրդի մեջ այդտեղ արդեն ռիսկային ֆակտոր է դա դառնում մարդու հետագա առողջ ապրելակերպի վրա այս 3 բաները հիշենք սա որ առաջադրանքը մարդը ծնվում առաջադրանքով, հենց այնպես չի ծնվում, որ մարդը առաջադրանքը իրականացնում է էմոցիոնալ կապերով եւ մարդը պետք է ունենա հնարավորություն լինի այնպեսին, որ կարող է զայրույթ արտահայտի։ Պարոն Ազատյան, զայրույթ արտահայտի, թե ընդհանրապես էմոցիաներ արտահայտի, որովհետեւ ներս գցել ասվածը, այդ որ ժողովուրդն է ասում, նաեւ կարող է ուրախություն, ամեն դեպքում էմոցիաներ արտահայտել, ոչ միայն զայրույթը, եւ այստեղ մի ոնց որ հակադրվեմ ձեզ, ինչ առումով Ես տեսել եմ, որ երկարակյաց մարդիկ 100-ից ավել մարդկանց հետ շատ իրենք սովորաբար հանդարտ լավատես մարդիկ են լինում, բարի, տարողունակ, հանդուրժող մարդիկ են։ Արդյոք զայրացող, իմպուլսիվ մարդիկ նաև դրանով իրենց կյանքը չեն կրճատում, թե արտահայտվելով թեթևանում են։ Այստեղ հակասություն կա։ Պարզապես տարբեր մարդու հոգեբանական վիճակներ կան, տարբեր 4 տեսակի մարդ կա։ Այդ ձեր ասածի պես մեկը որ շատ հանգիստ է վերաբերում, մյուսը ավելի այսպես ռեակցիաներ է տալի ամեն ինչին, մյուսը վատատես է, մյուսը չտեսնված օպտիմիստ է, օրինակ հարցեր եք ինձ։ Դուք օպտիմիստ եք, թե որին եք։ Դե թույլ չեք տվել կամ ձեր թեմային, ասել եք իմ մասին չի, բայց հաղորդումը ձեր մասին է։ Ես օպտիմիստ չեմ, միանգամից ասեմ։ Իրատես եք, բայց դուք իսկ վատատեսել չեք։ Ես իրատես եմ եւ ամեն ինչի մեջ փորձում եմ հնարավորին չափով իրատես լինել։
Ես եթե թույլ տակ կասեմ, ես վատատես եմ։ Ես միշտ ամեն ինչ պլանավորելուց վատատեսական սցենարը ինձ համար որպես հիմք ընդունում եմ, հետո սկսում եմ ուրախանալ, երբ որ այդպես չի ստացվում։ Մարդկային հարաբերություններում։ Մենք իրար նույն բանի վրա ենք։ Այդպես հարմար է ինձ, որովհետև գերադասելը չհիասթափվելը, քան թե լավատես լինել, ինչ որ ակնկալիքներ ունենալ, հետո հիասթափություն ապրել։ Ռեալ մարդիկ ավելի մոտ են պեսիմիզմին, կանց թե օպտիմիզմին, ես կարամ տենց ասեմ։ Կյանքն այնքան հիասքանչ չէ, բայց հաղորդումը պիտի դրական լինի։ Դուք ինչ կենսակերպով եք ապրում։ Ես ինչպես կենտրոնացա ձեզ վրա, ուզեցի ձեզ հետ հանդիպել, այնպես հետո որ ձեզ դուստրը գրեց, թե ոնց եք դուք ժամը 6-ից գնում մարզվելու, լողավազան, այդ ձեր կենսակերպի մասին պատմեք։ Տեսեք, մեր ամբողջ մշկության մեջ դա հայտնի է, մարքեթինգը, չգիտեմ, ձեզ վատ բառա թե լավ բառա, բայց մարքեթինգը այսօր ռեալ իրավիճակն է։ Ամեն մարդ ունի իր բանը, իր ընտրությունը, իրեն հետ վարվելու ընտրությունը։ Մեկը առավոտյան շուտ վերակենում, հլը ջեր չզարթնած, միած սիգարետա ծխում։ Մյուսը վերակենում սկսում է գարեջուր խմել։ Մյուսը վերակենում գնում է հեծանի քշելու։ Վատ բան չեմ ասում, լավ բան եմ ասում։ Հեծանի քշելու։ Ես մեծ հաճույքով հիմա քշեի, իմ որ փոքր իմ հեծանիվը գողացան, դրանից հետո չեմ բանում։ Ես վերակենում առավոտը շուտ, ես էլ գնում եմ լողավազան։ Ես լողանում եմ այնքան, ինչքան իմ արջև առաջադրանք եմ դրել։ Այդտեղ էլ է։ Ես իմ արջև չեմ գնում պարզապես լավ 200 մետր լողալ, ոչ։ Ուրեմն կիլոմետր ու կես անպայման պետք է լողանաս, դա իմ առաջադրանքն է։ Ավել կլողանամ շատ լավ է։ Այսինքն ամբողջ կյանքը մեր ընտրությունն է, ինչ անել։ Տալ մեզ ինչին, այսինքն ալկոհոլին, թե տալ մեզ սիգարետներին, ծխելուն, տալ մեզ անարակ կյանքին, դա էլ ընտրություն է, մարդը ընտրություն է կատարում, ես սենց եմ ուզում ապրեմ, և այդ ընտրությունը մերն է, ես չեմ կարող ձեզ համոզեմ, որ գիտեք մի ծխեք, երբ որ ես փորձեմ ձեզ համոզել մի ծխեք, ես վստահ եմ, որ դուք դուրս գաք, էլի կծխեք, և այլն, այսինքն հետո տեսեք ինչն է կարևորը, շատ առողջ ապրելակերպ է, դժվար է, շատ դժվար է։ Ջանք է պահանջում։ Ջանք է պահանջում։ Պահանջում է ոչ թե քեզանից, այլ եւ շրջապատից եւ սոցիալական միջավայրից։ Բայց դա ջանք է պահանջում եւ երկրորդը, որ անառողջ ապրելակերպը շատ գայթակցուցիչ է։ Շատ որովհետեւ հեշտ է։ Հեշտից բացի։ Տեսեք, հիմա ես պիտի ասեմ, դուք կորոշեք թողեք թե չթողեք։ Պաշտպանված սեռական հարաբերությունները ասում են, այդպես է, ավելի անվնաս է, որովհետև կանխարգելում է հիվանդությունները նմանատիպ, էլի, սեռական ճանապարհով փոխանցող։ Եվ օգտագործել ուրեմն ապահովիչներ, ճիշտ է, բայց այստեղ մի հատ խնդիր կա։ Ապահովիչ օգտագործելը իջեցնում է բավարարության աստիճանը։ Այդտեղ արդեն մենք սկսում ենք մտածել բոլորը։ Մենք էս անենք, թե ու ընտրությունը մերն է արդեն, թե ինչպես կանենք, սենց կանենք, թե նենց կանենք։ Եվ դրանից կախված է մեր մնացած քայլերը։ Դուք ձեր օրինակով ասեք, լիարժեք կյանքը վայելել թեկուզ կարճ, թե ինչ որ տեսակետի սահմանափակելով մեզ, բայց ավելի երկար։ Ինձ համար գիտեք ինչ է նշանակություն ունի ավելի պատասխանատվությունը։ Պատասխանատվությունը իմ ընտանիքին, իմ գործին պատասխանատու եմ ես չեմ կարա ես ունեցել եմ դեպք 2 տարի առաջ որ ինձ հաղորդեցին վատ լուր ես ասի ես չեմ կարող դա 2 չէ մի քիչ ավելի շատ ես չեմ կարող ես պետք է շարունակեմ որովհետև ես ունեմ պատասխանատվություն չեմ բանալ խորանում ու այդ ես կատարեցի ինձ համար կարևոր է այդ պատասխանատվությունն է եւ եթե դուք ուզենաք իմանաք իմ ցանկությունը Մարտը եթե իր վերջի ժամը պետք է գա, լավ մի հատ հաղորդավար ունենք, ինտերվյուներ անում հերոստատեսությամբ։ Բանին հարցրեց ուրեմն դատախազին գլխավոր կյանքից 5 րոպե առաջ դուք ինչ ցանկություն կունենաք, նենց պատասխանը դուրս եկավ, իմ ոճի մեջ էր, ասեց կուզենամ ինձ շուտ մոռանան։ Շատ դուրս եկավ այդ, ուրեմն ինքը ինչքան բան է, շատ խոր տպավորություն թողեց։ Ինձ հարցնեք, ես կուզենամ լողավազանում լինեմ ինձ ընդեղից գտնեն այդ տենց ասեմ ուզեմ ասեմ որ մեր ընտրությունն է դա ամբողջ ինչ որ մենք անում ենք ի վերջո մեր ընտրությունն է լավն էլ վատն էլ վերջից խոսեցինք բայց վերջն էլ էլի հարաբերական է դուք այն տարեկան եք ձեր տարիքը ասում եք թե թաքցնում եք ես ոչի բան չեմ թաքցնում թաքցնելու ոչի բան չունեմ ես այնքան եմ ինչքան կամ
Թիվը չեք ասի անձնագրային։ Դա թիվը կապ ունի։ Մեծ եմ, ձեզանից հաստատ մեծ եմ, այդ կարամ ասեմ։ Կրկնակի։ Այո, միգուցե կրկնակի։ Շատ հետաքրքիր։ Ես գիտեմ, որ դուք այսօր ակտիվ կենսագործունեության մեջ եք, մասնագետ եք, պարոնաբանական կենտրոնում, գիտական գծով ոնց որ աշխատանքներն եք համակարգում, ոնց է անցնում ձեր առօրյան լողավազանից հետո։ Ու բավական ակտիվ անցնում էլի նույն ձևի, որովհետև ես գիտեմ, որ ես ունեմ առաջադրանք այսօրվա համար։ Այսօր իմ առաջադրանքը սկսել է ձեզանից։ Հələ այսօր մի քանի հատ էլ ունեմ։ Ես ուզում եմ այդ բոլոր առաջադրանքները, եթե հնարավոր է, բայց ինչ որ ինձնից է կախված, ես այդ անեմ։ Երբ որ ես դա անեմ, ես ինձ հանգիստ եմ զգում։ Իսկ ձեր շուրջ մարդկանց, ընտանիքի անդամներին, գոլեգաներին, դուք ոնց որ եւ պատասխանատու եք եւ պահանջկոտ եք ձեր հանդեպ էլ բնականաբար մյուսների էլ, ոնց որ կյանքը հեշտ չի, հա։ Հեշտ չի, մանավանդ որ ես պահանջկոտ չեմ։ Ես գտնում եմ, որ մարդուն փոխելը շատ դժվար է։ Շատ դժվար է։ Ես չեմ կարա այսօրվա խոսքով մարդկանց փոխեմ, բայց ուզեմ հասցնել մարդկանց, որ ինչ որ իրանց հետ լինում է, այդ իրանց ընտրությունն է։ Այդ իրանց ընտրությունն է։ Եվ մի բան եմ հիմա ուզում ասեմ այդ առաջադրանքի մասին։ Կարևոր բան է։ Չեմ ասում երկիրը, ոչ մի բան չեմ ասում, դա չեմ ուզում ասեմ։ Պատերազմը գնում մի երկրում մի քանի տարի։ Ռումբեր են ընկնում մարդկանց վրա, մարդիկ մահանում են, վնասվում են, մի խոսքով ավերվում են ինչի բան։ Քաղաքային տրանսպորտի մեջ մարդիկ, որոնք որ նստում են, անընդհատ փոխվում են ինչի առումով, որովհետև մարդիկ կան որոշ մարդիկ, որ վնասվում են կամ վիրավորվում են կամ մահանում են, այսպես ասենք։ Այդ բանը փոխվում է։ Մի մարդ է մնում այս քանի տարի, որը մշտապես այդ քաղաքային տրանսպորտով շարժվում է։ Եվ ինչ է այդ մարդը։ Մի տարիքով մարդ է, ծառամյալ մարդ է, որը մտնում է ռուսերեն պետք է ասեմ գարմոշկայով։ Եվ այդ գարմոշկայով նվագում է։ Այդ տրամվայը, թե մետրոյը, թե ինչի որտեղ է։ Նվագում է։ Այդ նվագելով ինքը մարդկանց միգուցե իրանց վիճակը բանանում ավելի թեթևացնում է, հոգեբանական բանատալի ինքը նվագում է ամեն առավոտ այդ մարդկանց համար։ Հիմա ինչի այդ մարդը չի ընկնում ռումբի տակ ինքն տեսանկյունը, որովհետև ինքը մի հատ առաքելություն ունի։ Այդ առաքելությունը դեռ չի ավարտվել։ Մինչև պատերազմը չավարտվի, այդ մարդը պետք է նվագի։ Ես մի քանի տարի որ անցնի, միգուցե ես նորից կետաքրվեմ, տեսնեմ, այդ մարդը կա թե չկա, բայց դա իր առաքելությունն է։ Այդ իրան օժտվելա նրա համար որ մարդկանց վիճակը պահպանի, այսպես ասենք, էլի, բավարար։ Որտեղ մնացած բոլորը գալի գնում են, այդ մարդը ամեն օր նստած նվագում է։ Հասկանում եք այդ բանում տրանսպորտում։ Այդ իր առաքելությունն է։ Ինչպես գտնենք մեր առաքելությունը, ինչպես հավատարիմ լինենք այդ ճանապարհին։ Մարդիկ առաքելությունը երբ են գտնում ծննդյան պահից, ճիշտ մասնագիտություն ընտրելով, ճիշտ ընտանիք կազմելով։ Ես վերցրել եմ այդ ամեն ինչը թե իմ ծնողներից, բայց եւապես գրքերից, որտեղ մենք շատ ենք երևի ավելի կարդում, հիմա մենակ վերի մասն եմ ժողովուրդը կարդում, բայց բանը ես մի բան ասեմ, ինչի մասին, եթե ասեք, ինչի մասին եք ափսոսալու կամ ափսոս։ Անպայման հարցնելու եմ, դրան էլ ենք անդրադառնալու։ Չկարդացած գրքերի մասին, որ չեմ կարդացել, ու էլ չեմ կարդա երևի։ Ինչու՞ ժամանակ ունեք, չունեք։ Ժամանակ ունեմ, բայց այդ գրքերը այնքան շատ են, որ դուք չեք կարող բոլորը կարդալ։ Այն որ կարդացել եմ, այդ ես վեցրել եմ, բայց ես ափսոսում եմ նրանց գրքերի, որոնց որ չեմ կարդացել։ Իսկ այնտեղ լավ բաներ կան։ Դե բայց դա ափսոսանքի մի տեսակ է, որ բոլորիս միշտ ուղեկցելու է, որովհետև բոլոր գրքերը կարդալ, ցավոք ոչ մեկը չի կարող։ Բայց պատկերացնում եք, թե ինչ կներ, եթե մեկը կարողանար գոնե տաներ։ Շատ լավ բան կներ։ Բժիշկ, սերը, ընտանիքը, երկարակեցության մի քիչ ավելի անձնական դաշտ գալով, արդյոք երկարակեցության համար երկար երջանիկ կյանք ապահովողներ են։ Թե մարդը մենակ էլ մենակյաց մարդիկ էլ կարող են։ Էմոցիոնալ կապն է։ Մարդիկ ովքեր ունեն բացի իրանց առաքելությունից, առաջադրանքից, որը տրված է իրանց, եւ էմոցիոնալ կապ, իրանք ավելի երջանիկ են, ապրում են քան գոնե ինչքան որ ապրում են, որտեղ ունեն էմոցիոնալ կապ։ Այդ էմոցիոնալ կապը անպայման չի որ գուրգուրես առավոտից մինչև երեկո, կարող է ջղայնություն լինի, կարող է հիասթափություն լինի, դա ամբողջը էմոցիոնալ կապ է։ Այդ էմոցիոնալ կապը եթե զրկեցիք, ձեր առաջադրանքը կարող է չաշխատի, որ դուք զրկել եք ձեզ մի հատ կարևոր կոմպոնենտից, այդ էմոցիոնալ կապն է, եւ մեկ է զայրույթից։ Շատերն ասում են, ինչ ես զայրանում։ Զայրանում եմ, որովհետեւ դա իմ ներքին վիճակն է։ Կարելի է չէ՞ զայրանալ, դե լավ է, ոչ չէ։
Դե պիտի կարողանաս։ Ես էլ եմ շատ ու շուտ զայրացող, մի տեսակ սրտիցս բխած բաներ եք ասում, բայց այնուամենայնիվ պայքարել պետք է էմոցիաները։ Ներկայում հենց առաջի բանը դա էր, ես իմ տեսակ դուք իմ արտահայտությունը։ Բայց ես գոհացա, որ դուք անկեղծ եղաք, որովհետև ամենակարևորը դա է թերևս։ Չէ, ես գիտեք, իմ կնոջը միշտ ասել եմ, որ ես քեզ փոքր բաների մեջ երբեք չեմ խաբի։ Մեծ բաներում կարող եմ խաբեմ։ Լավ, էլ ինչ եք ասում։ Այո։ Փոքր բաներն ու մեծ բաներն էլ հարաբերական չեն։ Ինձ համար ես ունեմ այդ բանը, ջրբաժանը ունեմ, որն է փոքր, որն է մեծ։ Ես բժիշկ լինելով հասկանում եմ, որ ոչ ամեն բանն է հնարավոր կամ դրական տեղափոխել մեկ ուրիշին։ Այսինքն այն բարի սուտը, հա, ոնց սպիտակ սուտը։ Չէ, բարի սուտ չէ, չէ, սուտ չկա։ Կարելի ասել ամբողջ ճշմարտությունը եւ կարելի ասել ճշմարտության կեսը այդ դեպքում։ Դիտակետից երևի։ Այո, իհարկե, որովհետեւ ես ունեմ համապատասխան տենց լեկցիա ունեմ, որը կոչվում է ինչպես հաղորդել վատ լուրը։ Դա մեթոդաբանություն է։ Ոնց որ ձեզ մոտ սովորացնում են ինչպես վարել հաղորդումը, չէ՞։ Դա տեղեկատվության տեսակետից մենք էլ ունենք տեխնիկաներ։ Դա մեթոդաբանություն է, որը բժիշկներին շատ ուշադիր լսում են, որովհետեւ բոլորին հետաքրքիր է, թե դե մարդիկ կան հաղորդում են ոնց որ կա։ Մի հարց էլ, որ առողջ ծերության կամ առողջ կյանքին չի կապված, բայց այնուամենայնիվ ձեր ասածի հետ մարդուն չցավեցնելու համար խաբելը ձեր այս տեսության տեսակետից արդյոք ընդունելի է։ Մարդուն խաբել, պահել կեղծիքի մեջ, որովհետև ճշմարտությունը ցավ կը։ Շատ անձնական է, տարբերվում են մարդիկ։ Օրինակ ես չեմ ուզենա, ես մինչև վերջ ուզում եմ իմանամ այն ինչ որ կա, բայց մարդիկ կան, որոնք անպաշտպան են այդ ամբողջին եւ չեն կարող տանել այդ ամբողջը։ Այդ իրանց համար հավասար է ծանր իրավիճակի, այնտեղ պետք է զգուշ լինել։ Գերադասելի է խաբված լինելը։ Ֆորմուլան էսպիսին է, անձնական պետք է իմանամ։ Հիմա ես ձեզ իմանալով ես կարեմ ասեմ, որ ձեզ անկես կարեմ ասեմ, մինչև վերջ ինչ որ կա, ես արդեն ջոկեցի ոնց որ ասում, ընկալեց, բայց մարդիկ կան մի քանի նախադասությունից հետո զգում ես, որ բանը։ Ես տենց դեպք ունեցել եմ, երբ որ հիվանդին մինչև վերջ չեմ ասել, բայց հիվանդը գնալով ոչ թե լավանում է, վատանում է։ Հիվանդի ամուսին ասում է, բժիշկ, բա դու տեղյակ չի ամուսինը, որտեղ տղան ասել է ոչ մեկին չասեք, մենակ ինձ ասեք, բայց այդ մարդը տեղյակ չի։ Դե հիմա տեսեք ինչա դուս գալի։ Հիվանդներ կան իմանալով ուժ են վերցնում, ոտքի են կանում, հիվանդներ կան։ Չէ, ոնց ասեմ ձեզ, ուժի հարցը չի ստեղ։ Իրանք կարևորում են իրենց գործողությունները ու իրենց ծրագիրը, որ ինչպես անեն։ Ես ավելի շատ տենց եմ մտածում։ Ես չեմ ասում նրա համար, որ ինչ որ խափեմ, չէ։ Ես շատ անգամ չեմ ասում նրա համար, որ չվնասեմ, որպես բժշկության հիմնական օրենք։ Հենց այդպես էլ ասացիք, այդ կարևորն է։ Որոշ դեպքերում Արյունին գանք, ես մասնագիտական հարցեր տալու իսկականից հնարավորություն չունեմ, որտեղ մասնագետ չեմ։ Չէ, բայց ես չեմ կարող մասնագիտական, բայց արյունը որպես պրիմիտիվ հարցը տվեք ամեն։ Դե այդ հենց այդպես էլ ուզում ասեմ, արյունը որպես օրգանիզմը շարժող ամենակարևոր բան, ինչ պիտի անեն մարդիկ բոլորս 60-ից հետո, որպեսզի արյան հետ կապված խնդիրներ չունենան, հաշվի առնելով որ դուք հիշում եք այդ ծերանալու բժիշկները եւ որ սկսում են ծերանալ ինչ են անում։ Կա դուք կարող եք հարցնել, կա ինչ որ ձև տրանս բանաներով ոնց որ մեսերից վերացնելու կամ քչացնելու եւ այլն։ Միանշանակ պատասխանը բժշկության մեջ դա չկա, տեսության մեջ, բայց հնարավոր բաներ կան, օրինակ, ֆիզիկական աշխատանքը, ֆիզիկական պարապմունքները, սպորտը, պահպանիչ տենց ուրեմն հնարավորությունները որոշ չափով դա կարող են բանանել։ Այստեղ մի հատ կարևոր բան կա։ Այսօր բժշկությունը աչքով չի կարող տեսնել, որ բջիջն է արդեն կատարել իր առաքելությունը, իսկ որը շարունակում է։ Դա կարելի անել միայն նուրբ, շատ բարդ իմունոլոգիական հետազոտությունների միջոցով, որը բոլորին պարզավոր հնարավոր չի։ Դրա համար տեսականորեն, եթե ակտիվ եք, եթե շարժունակ եք, եթե էմոցիոնալ կապ ունեք, եթե առաքելություն ունեք, որ կարծում եք պետք է կատարեք, հավատացեք, որ ձեր այդ բջիջները կպակասեն։ Դա այդ ծերացող բջիջները կպակասեն։ Ինձ խոսքի վրա պետք է հավատաք մենակ, ուրիշ ձևի չեմ կարող ապացուցեմ։ Դե ես կյանքի վրա եմ հավատում, բայց այստեղ մի ուղղակի մի հակասություն կան մարդիկ, որոնք ակտիվ են, կենսունագործունյա, մեկ էլ թելեկտրվում, առաքելությունն են վերջացնում։
Որոշակի առումով միգուցե եւ այո, բայց կարող է լինի, որ դեր ես ես ասել Լեոնարդո դա Վինչի չէր կարող մահանալ 48 կամ 44 տարեկան հասակում։ Նա պետք է ավարտի իր գործը նոր։ Միգուցե այդ ուժնա որ թույլատալին մարդուն ավել գնալու, բայց դժվար է ինձ ասել, որովհետեւ կան բաներ, որը մեզանից այնքան լկախված չեն, ասենք դե օրինակ տրավման, տարբերսակի պատահարները նույնիսկ ուռուցքային հիվանդությունները նույնպես կապված են դրա հետ։ Երբ որ օրգանիզմում ավելանում է այդ ծերացող բջիջների քանակը, տեսականորեն էլ ավելանում է հնարավորությունը ստանալ ուռուցքային հիվանդություն։ Ստեղ էլ այդ բանը կա։ Բայց ես չէի ասի, որ դա 100%-անոց բան է։ Մարդիկ կան հարստության մեջ լողում են եւ հիվանդանում են, մարդիկ էլ կան, որ այսպես ասենք, աղքատ են, բայց ապրում են բավական երկար։ Աղքատ եւ առողջ։ Եվ առողջ։ Ну առողջը կասկածելի է, անպայման մի հիվանդություն կունենան, եթե նրանք չունեն ունևոր չեն, ուրեմն մի խնդրեմ եղել է, որ չեն ֆիզիկական, հոգեկան կամ չգիտեմ ինչ ձևի։ Երկարակեցությունը նաև կայացած առողջապահական համակարգի արդյունք է։ Այո, 100%-ով իհարկե։ 100%-ով։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում սպասվող կյանքի տևողությունը 74 տարեկից անց է, բանում Ճապոնիայում 90 է։ Որոշ մարդիկ մեր վերևի հարևանները ասում են 150 տարի պետք է ապրի։ Տենց ֆանտաստիկ բաներ կան, բայց որ առողջապահության համակարգը ստեղ կարևոր է, դա միանշանակ է եւ շնորհիվ դրան է եղել։ Պատվաստումները ինչ են արել։ Պատվաստումները փորձել են եւ փորձում են եւ անում են։ Կանխարգել են մահերը։ Հաստատ լավ կարգավորված առողջապահության համակարգում այ մարդիկ ավելի շանսեր ունեն ավելի երկար ապրելու։ Տեսեք ասում շանսեր, հնարավորություններ, եթե լավ համակարգ առողջապահության մարդկանց շանսերը երկար կապրեն, ավելանում է այդ հաստատ։ Իմ հյուրերը, որ բժիշկներ են, երկարակյաց են։ Համակարգը կենսաբանությունը հասկանալու շնորհիվ է, անընդհատ սովորելու, որովհետև դա երկարատև մասնագիտություն է։ Մասնագիտությունից երևի արվեստին զուգահեռ մեկ էլ բժիշկներն են, որ դժվար կայանում են, երկար տարիներ են սովորում, համեմատած եւ հետո ամբողջ կյանքում են սովորում եւ ասում են, որ անընդհատ սովորելն էլ երկարակեցության բանալիներից մեկն է։ Ну, դա գիտեք, ինչին է վերաբերում, այն էմոցիոնալ կապին, որ դուք կապ ունեք ոչ թե մենակ մարդկանց հետ, այլև գրքերի, գիտության եւ այլն, դուք այդ կապը պահպանում եք, բայց որ բժիշկները ավելի երկար են ապրում, դա էլ շատ բան է, խնդրահարույց է, որովհետեւ կան բժշկական մասնագիտություններ, որ ճիշտ հակառակն է, օրինակ ասենք թե վիրաբույժները այդքան երկարակեցություն ստատիստիկայով եթե խոսենք, այնուամենայնիվ իրանց մոտ, բայց կան, իհարկե կան։ Ստրեսն է պատճառը այդ դեպքում։ Իհարկե ստրեսը, բայց բացի ստրեսից կան բաներ, օրինակ ասենք թե, ծխելը, տեսեք, թոքերի ռակը, կացկեղը ամբողջ աշխարհում առաջի տեղում է։ Տղամարդկանց մոտ առաջի տեղում է։ Թոքերի կացկեղի առաջի պատճառը ծխախոտն է։ Հիմա միանգամից իմ կոմպոնենտները կասեն, մեկը կար մինչև 100 տարեկան ծխում էր, այո, կարող է։ Ուրեմն իր առաքելությունը տենց է եղել, իր բջիջների այդ բանը, այդ ձևի է գրանցված եղել, ծրագրված եղել, որ իրանք ապրեն, բան չունեմ ասելու։ Բայց փաստա, չէ, որ ամբողջ աշխարհում, ոչ թե մենակ Հայաստանում, ամբողջ աշխարհում առաջի տեղում գրավում է ուռուցքների մեջ։ Դուք կարող որ ուռուցքն ամենաշատ թոքերի կացկեղը։ Այնա տրամադրած մոտ։ Մեր երկրում էլ ավելորդ է հարցները, բայց հաստատ ենք, դուք չեք ծխում, չեք խմում։ Ես չեմ ծխում, ես ծխելը թողել եմ 4-րդ դասարանում։ Երբ եք սկսել։ 3-րդ դասարանում, չէ, դա իհարկե լուրջ բան չի, փորձել եմ ինչ-որ այն ժամանակ բուլղարական սիգարետներ կար, բայց ես երբեք չեմ ծխել, որովհետև ես միշտ զբաղվել եմ լողով, սպորտով, բանով, այնտեղ հնարավոր չի, որ դու գնաս լողավազանում կատարես քո առաջադրանքը, որը տրեյները տալիս է, ու դու, ասենք, ծխես։ Հետո դուրս գաս ծխես։ Հա։ Խմելը ես չեմ բանամ, ես ալկոհոլի դեմ սեր չունեմ, բայց հավես ունենում եմ, որովհետև թե շրջապատում, թե ամենտեղ, թե գնում ես բար, մի հատ վիսկի ես պատվիրում կամ որևէ մի ուրիշ բան, այդ ուրիշ բան է իհարկե, բայց դա պարբերաբար։ Ասում են ալկոհոլի որևէ տեսակ, որևէ քանակ գլխուղեղի առողջության տեսակետից չի կարող օգտակար լինել, այսինքն վնաս է գլխուղեղի առողջությանը։ Ну, եթե դուք ուզում եք ձևի գիտական բան դրան, բացատրություն ալկոհոլը ավելի շատ ազդում է լյարդի վրա, քան ստի գլխուղեղի վրա։ Գլխուղեղում պետք է սկզբից բան լինի, որ ազդի։ Այսինքն դատարկ տեղում բան չի անի։ Չի անում, չէ, բայց լյարդի վրա այո։ Լյարդի մեջ փոփոխությունները այո, այդ իրոք տենց է։ Տենց բան կա, պեչին դիպլոմատը, գիտեք։
երբ որ դե մարդիկ որոնք դիվանագետի լյարդ տենց ձևակերպում կա դիվանագետի լյարդ որտեվ դիվանագետները ստիպված թե ոչ ստիպված անընդհատ ինչ որ տենց բաների մեջ են չէ խմելու օգտագործելու գնալու գալու չէ իրանք մասնակցում են չէ ընդունելությունների չի կարա չխմի դեժե դուզ գկա մասեր մարգարիտայի մեջ вы очень опасный человек не пьете не курите женщины очень опасный человек դες բան միանգամից այնտեղ նկատվում է Ձեր ասածից հասկանում ենք որ թուլություններն էլ այնուամենայնիվ կյանքին վնաս չեն եթե կա առաքելությունը եթե կա ապրելու ցանկությունը եթե դու կարող ես տիրապետել հա իհարկե ոչ բայց շատ անգամ օրինակ մի հատ լավ գերմանական գարեջրից ես երբեք ինչ չեմ զրկի հաստատ չեմ զրկի այդ հաստատ Հրաշալի Դուք ձեր ծննդյան թիվը չասացիք, բայց դա որ բաց ինֆորմացիա է, դրված է դուք ոնց Բացարեք նայել եմ, բայ իհարկե, բարոյական համաշխարհն եք ուզում Հա, չէ, ուզում որ բացահայտեմ ձեզ Ինձ բոլոր մարդիկ ով հարգում եւ սիրում են, իմ ծննդյան թիվը գիտեն Դուք ծնվել եք պատերազմի այսպես ասած տարիներին եւ ձեր հիշողությունն է որպես մարդ, որ 44-ից մինչև հիմա ինչն է շատ փոխվել, ինչն է շատ տպավորել ձեզ, որ դուք կպատնեք մի բան, որ ինձ կզարմանցնի, իմ տարեկիցներին կզարմանցնի, ավելի երիտասարդները, թեկուզ քաղաքի մեջ, թեկուզ ինչ որ մի բան տեխնոլոգիական առումով, որ շատ էական է փոփոխությունը։ Կարող եմ ասել, այն տարիներին, երբ որ ես ինձ արդեն սկսում եմ հիշել, դա մոտավորապես 50-ականների սկիզբներ արդեն ինձ հիշում եմ։ Ստալինի մահվան օրը ես հիվանդեի տունը լաց էի լինում, Ստալինի մահվան օրը, որտեղ բոլոր մարդիկ դրսում լաց էին լինում։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ լավ հիմա մենք շատ վատ ենք ապրել ահա որ վատ ենք ապրել ոչ թե մենակ մեր ընտանիքին papan են ժամանակ արդեն բժիշկ է բանը բայց ժողովուրդը վատ է ապրել դա հաստատ վատ է ապրել երբ որ մեր հացի ավտոն մեքենան գալիս էր հաց գրելու բոլորը գցում են իրանց ներքև որ հենց մեքենայից այդ հացը գնեն հաց Հիմա մենք ինչ ենք, հիմա լավ ենք ապրում ավելի, քան այն ժամանակ։ Մի կարևոր մի բան։ Մեր առաջադրանքը նա է, որ սրանից հետո ավելի լավ ապրենք։ Որ դուք արդեն որ հասնեք իմ տարիքի ասեք գիտեք, մենք 25 թվականին այնքան լավ չէինք ապրում, բայց այս թվականին չեմ ուզում արդեն շատ լավ ենք ապրում։ Լավ ապրել նյութական բարեկեցության առումով, թե գիտակցական, որովհետև սրանից լավ էլ ինչ ապրենք, եթե մարդուն ինչ է պետք լավ ապրելու համար, գիտակցական նկատի ունեք։ Ոչ թե դա լավ ապրելը պիտի գիտակցես, որ լավ ես ապրում։ Եթե լավ ապրում ես, բայց չես գիտակցում, ես օրինակ գիտակցում եմ, որ մենք հիմա ավելի լավ ենք ապրում։ Որտեղ նայում եմ ինչա կատարվում, ոնց է կատարվում, կան մարդիկ, որ վատ են ապրում, կան մարդիկ, որ շատ վատ են ապրում, եւ դրանք կարիք ունեն ուշադրության, բայց շատ բան փոխվել է։ Շատ բան փոխվել է։ Ես աշխատել եմ շտապօգնության վրա 2 տարի ժամանակին։ Այն ժամանակ շտապօգնության վրա պետք է ասեմ պրամիդոլի 1 ամպուլան վաճառվում էր 10 ռուբլի։ Ես չեմ վաճառել իհարկե, բայց իմ գոլեգաներին ես գիտեմ որ վաճառել ինչի, որովհետև վատ էին ապրում։ Հիմա փարկացը չկա։ Չկա այդ։ Հիմա որ բժիշկը ուզենա հավելյալ գումար չվերցնի, կապրի լավ։ Հավելյալ նայեք, երկու ձև կա, կամ պետք է ավելի շատ աշխատի, կամ պետք է խափի պետությանը, երկու ձև կա, կամ սենց կամ նենց։ Ես աշխատում եմ ավելի շատ աշխատեմ։ Եթե դուք հարցնեք, այդ կարակ հարցնեք, քանի տեղ եմ ես աշխատում։ Քանի տեղ եք դուք աշխատում։ Համասարանում կդասախոսեք հաստատ, Առնաբանական կենտրոնում։ Անի առողջապահության ազգային ինստիտուտ։ Դե Առնաբանական կենտրոնում աշխատում եք, այդ միանշանակ հիմնական զբաղվածությունն է, էլի ինչ։ Առնաբանական կենտրոնին աշխատում եմ, բայց իմ աշխատանքը Առնաբանական կենտրոնում դա ես խորհրդատուն եմ այսօրվա տնօրենին։ Ես տեղել եմ տնօրեն բայց ոսկրածոցի ցողունային բջիջների դոնորների կենտրոնում մենք զբաղվում ենք ցողունային բջիջներով։ Այդ բջիջների մասին այդքան որ խոսում եմ, դա ինձ հոգեհարազատ բան է։ Մասնագիտական է։ Հա, մասնագիտ։ Եվ մյուսը ես միջազգային կազմակերպության հետ, որը Գերմանիայում է, իրանց էքսպերտն եմ եւ տարբեր տեղեր գնում եմ, տարբեր տենց առաքելություններով դասավանդելու, խոսելու բան եւ Սիրիայից սկսած մինչեւ Եվրոպա կամ այնտեղ կենտրոն, այսինքն Հա, իհարկե, բայց եթե ես չանեմ, ավելի վատ կապրենք իհարկե։ Միանշանակ։ Մենակ մի տեղ աշխատելով այսօր դժվար է, շատ դժվար է։ Բայց հետաքրքիր է, որ դուք ձեր տարիքում ամեն դեպքում տարիքը ձեզ խոչընդոտ չի, գումար վաստակելու, ճամփորդելու, որևէ բան ձեր կյանքի որակում, ձեր կյանքի ընթացքում պակաս չէ,
Դուք տենց մտածեք։ Բայց ինչ որտեղ զգացներ տալիս է տարիքը։ Այո, հենց այնպես չի։ Ասում եմ հիմա իմ բանը սենց է, իմ ընտրությունն է դա։ Ես այդ տանեմ, բայց անեմ այն ինչ որ ուզում եմ անեմ։ Թե թողեմ, ասեմ լավ է։ Չեք հանձնվում։ Չէ։ Չեք էլ հանձնվելու։ Դե պահը որ եկավ ուզած չուզած։ Բայց ինչքան կարող ենք պայքարենք նաև սա է ձեր։ Այո։ Ինձ եթե հանեն լողավազանից, ես կլեմ երջանիկ մարդ։ Դե լավ մի ասեք։ Բայց տենց է։ Հետաքրքիր է։ Ժամանակի զգացողությունը տարիների հետ փոխվում է, ավելի արագանում է ժամանակը, ավելի քիչ է։ Այո, շատ ճիշտ արագանում։ Երբ որ ես դպրոցում էի, մի տարին թվում էր մի ամբողջ 10 տարի։ Հիմա չէ, հիմա շատ արագ է։ Երեք վեկացանք, այսօր արդեն նոյեմբերն է։ Ժամանակը ընդհանուր առմամբ բոլորիս համար է արագացել, թե տարիքի հետ է արագանում։ Տարիքի հետ է արագանում։ Ինձ տենց է թվում։ Ես մտածում եմ, որ ժամանակն է սկսել արագ պատոտվել։ Չեմ կասեմ, ինչ-որ մի բան կա ամեն դեպքում։ Ու միգուցե տենց էլ է, ես չեմ ժխտում, ես ոչ մի բան չեմ կարող ժխտեմ չիմանալով, բայց իմ համար երևի տարիքի հետ է կապված։ Որովհետև աշխատ բացս անում տեսնում ես արդեն որ իշեք ձեր որպես արդեն առողջապահության կազմակերպիչ, առողջապահության նախարար աշխատած ամենադժվար տարիներն էր, սպիտակիրը կրաշարժներ, բարդ շրջանը, մութ, ցուրտ, այս շրջանը գալի որ հիվանդանոցներում էլ լույս չկար եւ ինչեր եք հաղթահարել։ Ես որ ասում եմ հիշողություններ, որոնք մեզ կտպավորեն, միայն դրականը չէ, նաեւ բացասականը։ Ես չեմ մտածել թե ինչ պիտի հաղթահարեմ, ես մտածել եմ վատ ճանեմ ավելի։ Մշկական ձևով։ Այո, այդ հիմնական բանը դա եղել։ Իմ գործընթացներով չվատացնեմ, չվնասեմ համակարգին ու փորձել եմ տենց անել։ Երիտասարդների հետ ոնց եք շփվում։ Թորնիկների հետ, ուսանողների, այսինքն թորնիկները երեքը ստեղ չեն, մեկն է ստեղ մենակ։ Ինքը Հայկ բանակի սպայայի միջալուց ասեմ, թորնիկս, իսկ երեքը մյուս երեք աղջիկները բանում են, Գերմանիայում են, բայց եթե դուք ուզում եք իմանալ թե երիտասարդները ինչպես են, հավասարի պես, մեծի դիրքերից, երբեք այդ մեծի դիրք ես չեմ սիրում դա։ Ես չեմ սիրում դա։ Ես ոնց որ զգում եմ նենց էլ ցույց եմ տալիս։ Ինչ պլաններն եք առաջիկայի եւ քանի տարվա են պլանները 10-20։ Ոչ մի տարվա պլան չունեմ ես։ Այսօրվա պլաններն ունեմ, այսօր ինչ եմ անելու։ Այսօրվա գործերը շատ են։ Այդ պլաններն ունեմ։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք, որ այդ գործերի մեջ ինձ էլ ժամանակ տվեցիք այս զրույցը ունեցանք։ Կա բան, որ չհարցրեցի, կամ մի հետաքրքիր պատմություն, կամ մի բան, որ կուզեք, որ մարդիկ իմանան։ Չասենք դաս խաղենք, դուք ասացիք, որ դասեր տալ, փորձ փոխանցել հնարավոր չէ, մարդիկ պիտի գա ինքնագիտակցության։ Ես կուզեմ իմանամ այն, ինչ որ մինչև հիմա չեմ իմացել։ Բայց գիտեք ինչը չգիտեք։ Թե որ չգիտեք, ոնց իմանաք, որ բայց հաստատ կա այդ բաները, որը ոչ չգիտեմ, բայց այնց եմ ուզում իմանալ։ Հետաքրքրասեր եք, դա էլ է ասում են հետաքրքրասեր մնալը, լինելը։ Դե երեխային է, չէ՞ բնորոշ հետաքրքրասիրությունը։ Եթե մարդ հետաքրքրասեր է, ուրեմն կյանքի հանդեպ այդ ծարավը կա։ Այո, ճիշտ է։ Հրաշալի է։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Կարծում եմ, որ էլի եթե հանդիպենք, էլի ունենալու ենք հոզակցության թեմա ու ամենտեղ մենք ասել ենք հիմնականը, բայց չենք խորացել դետալների մեջ, որ կարելի է։ Իհարկե կարելի է շատ խոսել դրա մեջ, բայց ես ասում եմ, մարդը ինքն է ընտրում իր ճանապարհը։ Եվ լավի համար, եւ վատի համար պատասխանատու ենք մենք։ Եվ մեր դժվարությունների համար ենք մենք պատասխանատու։ Եվ ամենակարևորը պահպանեք ձեր այն բաժանվող բջիջները շատ, որ նրանք շատ եղան, ուրեմն ձեր շանսերը ապրել ավելի շատ են։ Հա, ես 100 տարի ապրեմ, շնորհակալ եմ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին։ Գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։